Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ահա իմ ձեռքում մի հատ երջանկության, մի հատ հպարտության, մի ամբողջ թիմի, մի ամբողջ ընկերների աշխատանքի պատասխանն է, հասել է ինձ ընդամենը 10 օրվա ընթացքում զարմանալի կերպով, որը որ հասնում էր 1.5-ից 3 ամիսների ընթացքում, այս 5 ամիսների ընթացքում կատարած աշխատանքի, որը նաև շատ արագ ձևով, այդ 5 ամիսների շատ արագ ձևով հավաքած, շատ արագ ձևով աշխատած, շատ արագ ձևով իմ կողքը համախմբված իմ սիրելի յութուբյան ընկերներս, շնորհակալ եմ բոլորիդ, շնորհակալ եմ իմ Աննա Քուրիկին, որ չգիտես այստեղից օվկիանոսից այն կողմ իմ կյանքում հայտնվեց ու նայեք ինչ փոփոխություն, ինչ հրաշք, ինչ հնարավորություն ստեղծվեց ինձ դեպի նոր կյանք, նոր ուղղություն, նոր շրջապատ, նոր ոգևորություն եւ ստեղծագործության հնարավորություն ստեղծելու համար։ Սրտիկս նայի ու հպարտացի, գիտեմ, որ սիրում ու հպարտանում ես իմ ու իմ ընտանիքի ամեն ինչով, սրտանց կամենում ու ցանկանում ես լավն ու բարին ու իմ հաջողությունը, դե տես հաջողությանս առաջին քայլը արված է քո շնորհիվ, երախտագիտությունը, շնորհակալությունս անսահման է, հպարտությունս, ոգևորությունս անսահման է, սիրտս ուրախությունից թռչկոտում է այս նամակը, որ ես ստացել եմ, ես բարձրաձայն գոռացել եմ, ուրախության ճիչեր եմ արձակել, որ ես ստացա իմ ամիսներ շարունակ ձեր հետ համատեղ աշխատանքի պատասխանը, սա այն պատասխանն է, որը գալիս է շատ դժվարությամբ, որը գալիս է շատ խոչընդոտներով, որը գալիս է շատ դժվարություններով, բայց ինձ հասել է մոտավոր 10 օրերի ընթացքում, առանց խոչընդոտի, առանց խանգարող հանգամանքի, Աստծո ձեռքը իմ կյանքում, իմ ընտանիքում, իմ յութուբյան ալիքում, իմ ամեն քայլում Աստծո ձեռքը ես այսենց զգում եմ, Աստված իմ ձեռքը բռնած առաջ է ինձ տանում, դրանում համոզվել եմ շատ իմ կյանքի ամեն պարագայում եւ համոզվել եմ նաեւ արդեն իմ աշխատանքի մեջ, շնորհակալ եմ Խաչիկ ջան քեզ, դու շատ ճիշտ էիր, որ դու ինձ օգնեցիր շատ հարցերում ու դու գիտեիր, որ առանց մեկ վայրկյան խոչընդոտի գալու է հասնի ու շատ շուտ է լինելու, ճիշտ էիր դու, շատ ճիշտ ես զգացել, որ Աստված ոնց որ իմ ալիքը սենց առանց ինչ-որ բանի առաջ տանի, որ լինում են խանգարող հանգամանքներ, խոչընդոտներ, խնդիրներ, բայց նայի տես Խաչիկ ջան, սա իմ ձեռքում է այսօր, իմ ձեռքում է քո օգնության շնորհիվ նաև, շնորհակալ եմ, Աստված թող օրհնի Աննա Քուրիկիս քեզ, ունենաք առողջություն, հաջողություն, լիքը լավ գործունեություն ձեր յութուբյան ալիքներում, շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ, որ ցանկացած պահի աջակցել եք ինձ ամեն հարցում, բայց նաև հպարտանում եմ ինձանով, այո կարող եմ ասել այդ խոսքերը, որ ես ամեն ինչ արեցի, որ հասնեմ այս արդյունքին, կարճ ժամանակահատվածում արեցի ամեն ինչ եւ այսօր իմ արածի, իմ աշխատանքի արդյունքը իմ ձեռքում է, շնորհակալ եմ բոլորիցդ շատ, սիրում եմ բոլորիդ շատ, իմ սիրելի յութուբյան ընկերներ ջան, հարազատներ ջան, իմ համար շատ կարևոր մի օր է, հպարտության, երջանկության, ոգևորության, ճախրանքի օր է այսօր, որ ես ստացել եմ իմ նամակը, սա պաշտոնապես հայտարարված է, եկած է յութուբի կողմից, որ այսուհետ ես պաշտոնապես կարող եմ ներկայացնել իմ ալիքը որպես յութուբյան հարթակում, կարող եք ինձ շնորհավորել, կարող եք ինձ էլ ավելի ոգևորել, որպեսզի ավելի ոգևորված աշխատեմ, նկարահանեմ հատուկ ձեր համար, սրտիկներս սիրում եմ բոլորիդ շատ, սա այն պատասխանն է, որը ես ստացա շատ կարճ ժամանակում յութուբի կողմից,
Սա պաշտոնապես իմ ալիքի ընդունումն է, ուռա։ Ոտես հացերից եմ վերցրել, Սոնաս էլ շատ սիրել էս հացը, ես նույնպես։ Նայեք ինքը ինչ լավն է։ Հոտը վերջնա, բանի հոտն էլ է տալիս, սև ու սպիտակ քունջուտի, շատ համով հացեր են, մենք շատ սիրեցինք, շատ հավանեցինք, այսպես այսօր առավոտ գնումներ արել ենք, բայց այս դուրս եկանք հովի հետևից, այս հացերից ուզեցինք սենց թարմը բերենք, որ ուտենք, շատ լավն են։ Մեր մշտական փորն է թխուն, նորությունը ու շատ հավանել ենք, արդեն կսկսենք գնել սրանից էլ։ Այսպես անուշ հացի հոտ է եկել։ Սիրելիներս, խանութ գնացինք եկակ արագի մեջ, նայեք ինչ ընտիշ սունկ եմ վերցրել, այս սունկը մենակ ես ու ամուսինս ենք ուտում, թարմը քաղած ծառի սունկը, սոն չես ուտելու։ Չէ։ Հլը պայի տոպրակը բալես։ Կամաց, մի ջարդի։ Ես էլ այս եմ, ծառի սունկը, ընտիր, հլստը։ Ընտիր ասում, որ չեք ուտում։ Ես որ չեք սիրում։ Ու մեկ էլ նայեք, էսի ձեզ ենք վերցրել, բայց քաղցրը չեք ուտում, դու գիլաս էիր ուզե, պապան գիլասա բեր է, էտի մեկը քեզ մեկը քուրիկին, հելը նայեք ես գիլասները, սոն հելը մի հատ ամանտած դատարկեմ, լուսավորությունը լավ չի, հելը ես գիլասների մեծությունը, չի երևում ըտենց, վայ ոչ չի երևում, որ ինչ մեծ է, շատ մեծ է, սպասեք լևանան բալես, 1800 դրամ էր կիլոգրամը, ինքը շատ է սենց մեծ է, չի փոխանցում ուղակի, լևանամ հովուլս այսօր գիլաս էր ուզե, ուտի, բայց խե կանֆետը, գիլաս ուտեիր նոր հով, մի անգամից վերցրեցի այս նարնջի բույրով ֆերին և մի հատ էլ ալոյի բույրով, այսպես, սրանցից չէի արել, միշտ լիմոն էի վերցնում։ Սիրելիներս գիլասների մեծությունը ուղղակի տեսախցիկը չի փոխանցում, չեք պատկերացնի ամեն մի հատիկի մեծությունը, համի մասին խոսքեր չկան, այս հենց ընտիր հավես գիլասներ են գնել, հովուլս ուզել էր, են որ հովուլը մի բան, որ ուտում է, մենք աշխարհով մեկ ենք լինում, այս հենց իմ տղեն, վայել են երեխեքս, դուք մենակ պետք է իր հատիկների մեծությունը պատկերացնեք, ստեղ նայեք, ընտիրությունը, ընտիր, գնացինք վայելելու, չեմ ելնեմ քեզ, լավա տեսանք, դե գնացինք տուն, կանձի կտոր ես դու արա, կյանքի կտոր, ինչը, մենք հիմա ասենց արկածներով տուն են գնալու, այո, դրա համար չուզեցիր, որ տրանսպորտ նստենք, հլա ասա արկածներով տուն են գնալու, արկածներով տուն են գնալու, տրանսպորտ չես ուզում նստենք կյանք, հով լավ, իչ հետ խանութների մոտով տենց մի կապակիներին կպի տղես, կամերա, դու սոկ վերցրեցիր, շոքում էիր, դրա համար չուզեցիր, որ մարշուտկով գանք, չէ, գլխարկդ դիլերի մազերը թացա, դիր գլխարկդ, գնանք չորասնենք, շոքում էր իմ տղեն, սոկիկ վերցեց, ասում մամ, արի տուն չգնանք, մի քիչ եմ անգանք, վայ հովուլ դու տիպ ես, Սոնային ինչ ես վերցրել, իրան տենց բան ա վերցրել, Սոնային է, սենց գաթա ու չայ, բուլկի, իրան, արի գնացինք, կյանքս պես մազերը ջուրում իլնեմ քեզ, լավ է ոտքով գալը, դե գնացինք, լավ, անջատեն գնանք, բարի երեկո, սիրելիներս, այսօր ալիքում պատրաստելու եմ դդմիկով կոտլետներ, նախապես արդեն լվացրել և պատրաստել եմ անհրաժեշտ բաղադրիչները, որը որ պետք է ես ավելացնեմ կոտլետները պատրաստելու մեջ, ուրեմն ինձ անհրաժեշտ է, սկսենք դդմիկից, դդմիկ, 3 հատ լավ դդմիկ եմ վերցրել, 2 ձու, 1 գազար,
կծու պղպեղ, որը մի պուճուրիկ կկտրատեմ մեջը մանր, այստեղ սոխի կանաչ մասը կօգտագործեմ և 2 ատամիկ սխտոր, այստեղ համեմունքները կարմիր, սև պղպեղ, աղ և պապրիկա, այլուր և 2 կապ լավ, մեկը սամիտ, մի կապ էլ համը, դե ինչ այսքանն է մեր բաղադրիչները, ուրեմն դդմիկները կանցկացնեմ քերիչով գազարի հետ, սխտորը նույնպես, իսկ մնացած բաղադրիչները դե արդեն սոխը և կանաչիները կկտրատեմ, պղպեղը նույնպես կավելացնեմ ու կհամեմեմ և կպատրաստեմ կոտլետները, արդեն ձեզ ցույց կտամ սիրելիներս, ընթացք և վերջում կկիսվեմ արդեն արդյունքով, դե ինչ եկեք սկսենք և պատրաստենք մեզ և բոլորի շատ սիրելի համեղ և հասարակ դդմիկով կոտլետները, գնացինք:
Եվ վերջ, սիրելիներս, այստեղ կոտլետներն են, միասին պատրաստեցի նաև սպասը, ուղղակի ձեզ ցույց չտվեցի ընթացքը, միայն կոտլետները նկարահանեցի, այսպես մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ ալիքին, սիրելիներս, սպասում եմ ձեր գեղեցիկ մեկնաբանություններին, սիրում եմ ձեզ բոլորից շատ, այս համեղությունները վայելելու ենք այս համեղ հացերով, որը ուղղակի մենք սիրահարվել ենք այս հացերին, դե ինչ, գնացինք, ձեզ բարի դիտում։